Երկու անտեսված ահազանգի գինը մարդու կյանք արժեցավ։ Օրեր առաջ տապալված բարդ ու վթարային վիճակի մասին պարզվում է քաղաքապետարանն ու կանաչապատման ՀՕԱԿ-ը տեղյակ էին ողբերգական դեպքից առնվազն 3 ամիս առաջ։ Հավաքանու անդամ Քրիստինա Վարդանյանն է ահազանգում։ Դեռ մարտին քաղաքացիներից մեկը Active Citizen հարթակում հայտնել էր, որ ճանապարհի եզրի բարդին ավելի քան 10 տարի վթարային վիճակում է եւ պետք է անհապաղ հատվի։ Սակայն կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ից պատասխանել են, որ աշնանը կհատեն եւ հայտը փակել կատարված կարգավիճակով։ Ծառն էլ մնացել է իր տեղում։ Նույն ծառի վերաբերյալ կրկին ահազանգ է ստացվում հունիսին, արդեն գրավոր դիմումով, որին պատասխանում են կհատեն 15 օրվա ընթացքում։ Սակայն 8 օր անց ծառը տապալվում է, սպանելով Թուրքմենստանի քաղաքացուն։ Շատ տարօրինակ է, որ նման վիճակում ծանր երկարատև չոր մանավանդ բարդի տեսակը համարել են, որ վթարի համար վտանգավոր չի եւ կգան աշնանը կկտրեն։ Չոր ծառը կանգուն ուրեմն փողոցում միշտ էլ վտանգ իրենից ներկայացնում է առավել եւս բարդի ծառատեսակը, բարձր ծառը չոր եւ երկար տարիներ չոր վիճակում է եղել, դրա համար էլ քաղաքացին, ում հետ ես կապ հաստատեցի եւ մենք սկսեցինք զրուցել ինչպես է տեղեկացել եւ վտանգն ինչու էր, ասում էր, որ տարիներ շարունակ է ծառը այդտեղը եւ անպայման մի օր դեպքը պատահելու էր եւ պատահեց։ Եղվարդի խճուղի տանող ճանապարհի կիսաչոր ծառը օտարերկրացու համար ճակատագրական չէր լինի, եթե քաղաքապետարանն ահազանգից հետո ծառն անմիջապես հատեր, ասում է Վարդանյանը։ Զարմանում է, ինչպես են ծառը թողել բախտի քմահաճույքին, դրա վերաբերյալ ունենալով 2 դիմում։ Դեպքից հետո քաղաքապետարանից հայտնել են, որ ծառը եղել է մասնավոր տարածքում, դրա համար էլ չի հատվել։ Անկախ նրանից, թե դա որ տարածքում է գտնվում, նման վտանգավոր ծառը եւ նաեւ տեղը ծառի, որ ուղիղ հենց մայրուղուն զուգահեռ է, խոսում է դրա մասին, որ սա վտանգներով լեցուն մի իրադարձություն կարող է տեղի ունենալ եւ անհապաղ ուրեմն տեղեկատվությունը ստանալուն պես պետք է այդ հարցով զբաղվել։ Կարծում եմ, որ այստեղ ուղղակի ամբողջությամբ չեն գնահատել վտանգը, որը որ կա, ինչը բացարձակապես պատասխանատվությունից չի ազատում։ Եվ գիտեք, եթե նույնիսկ դրանք համայնքային, նորից եմ կրկնում, համայնքային ծառեր չեն, ծառի վիճակը եւ մասնագիտական կառույցի առկայությունը քաղաքում արդեն խոսում է նրա մասին, որ վտանգի աստիճանը գնահատելով, այո, պետք է այդ հատումը իրականացնել եւ հետո արդեն փնտրել ով է սեփականատերը եւ հատման հրատապ հատումով պայմանավորված հետագայում արդեն անդրագիր եւ արձանագրություն կազմել, որ ծառը հատվել է վտանգ իրենից ներկայացնելով եւ ուղարկել ուղղակի մասնավորին։ Ընդդիմադիր խմբակցության անդամը, որ ակտիվ պայքարում է ծառահատումների դեմ, անընդունելի է համարում հասուն պիտանի ծառերի զանգվածային հատման ֆոնին փտած չորացած ծառերի անտեսումը։ Ասում է, այս ծառը միակը չէ, ինքն ամեն օր այդպիսի ծառերի մասին տեղեկություն է ստանում։ Կան ծառեր, որոնցով պետք է զբաղվել եւ ես երեք ինձ քաղաքացիները ուղարկել էին նկարներ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, այգիա, որտեղ մի քանի ուրեմն բարդիներ են չոր, ոչ թե մեկ ծառ։ Ինչին ենք սպասում ենք հիմա էլ շուրգա երեխաներին, գրած էր, որ երեխաների անընդհատ հատվածում է մանկական խաղահրապարակը եւ այլն եւ այլն։ Ուղղակի զբոսնեք Երևանով դուք կտեսնեք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր չոր ծառեր եւ անհասկանալի է ինչով է պայմանավորված նման քանակի չոր ծառերի արկայություն, հասուն ծառերի մասին է խոսքը Երևանում, ինչը քաղաքի համար իրականում շատ մեծ խնդիրներ է առաջացնելու։ Գործիքները կան, թող գործիքներով ստուգեն եւ նայեն, տեսնեն, որ ծառերն է պետք հատել, այլ ոչ թե զանգվածաբար ուղղակի փողոցի երկայնքով բոլոր ծառերը հատեն։ Թուրքմենստանի քաղաքացու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել պաշտոնեական անփութության հոդվածով։